Ինչ անեմ, հիմա պահանջվել ասենց պետք է գամ որպես աշխատող։ Ով է պահանջել հիվանդանոցից հասնել Փաշինյանի մասնակցությամբ պատարագին, Ֆեդիի կոմունալի աշխատակից ներկայացողը փակագծերը կիսաբաց է թողնում։ Ասում է պետք է գար, այդպես են ասել։ Վիրահատված եմ ես, երկար չեմ կարող կանգնեմ։ Քննչական կոմիտեում էլ չեն փորձել պարզել, ով եւ ինչ պատճառով է հարկադրել քաղաքացուն գալ պատարագի։ Հարցազրույցից մեկ օր անց ոչ ոք վարույթով չի անցնում։ Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանն Էպիկենտրոնին ասաց հաղորդում չեն ստացել։ Այս մեր հարցազրույցը թող ընդունեն որպես հայտարարություն հանցագործության մասին, թե պետ ինքնին այդ նյութի հրապարակումը բավարար էր, որպեսզի քրեական գործ հարուցվի, բայց այն արդարադատության համակարգը, այն չբարեփոխված, ես շարունակում եմ պնդել, որ մեր արդարադատության համակարգը որևէ կերպ չի բարեփոխվել, այդ պայմաններում ակնկալել, որ որևիցե մեկը պատասխանատվության կենթարկվեր, իհարկե հնարավոր չի։ 2021 թվականի գրեթե բոլոր ցույցերին ընդդիմության ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ։ Բա Վերադասի։ Ամիսներ առաջ, երբ նույնատիպ հայտարարություն արեց արդեն կարգալույց քահանա Ստեփան Ասատրյանը, իրավապահներն օպերատիվ էին։ Հայտարարությունից հետո նրա վերադաս Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը կալանավորվեց։ Մեղադրեցին լիազորությունները օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելու համար։ Հավանաբար մեր որպես իրավաբանների շարքային քաղաքացիներին հասանելի քրեական օրենսգիրքը էականորեն տարբերվում այն օրենսգրքից, որով օգտվում են օրինակ գլխավոր դատախազը եւ մնացած բոլորը։ Կյանքը ցույց է տալիս, որ միայն եւ բացառապես միայն ընդդիմադիր ուժերի նկատմամբ օրենքը գործում։ Յուրայիններին ամեն ինչ հակառակ կողմին միայն օրենքը իր ողջ խստությամբ դա եղել է միշտ։ Ցավոք սրտի այդպես մենք ունեցել ենք այդ համակարգը միշտ։ Սա որ մեր հասարակությանը պետքա բերի են ընկալման, ինչի մասին ենք մենք խոսում։ Մենք ունենք իշխանություն, որը հավասարվել է նախորդ մեր իշխանություններին։ Ոչ մի բանով չի տարբերում, ոչ մի բանով չի տարբերվում։ Իրավապաշտպանը վստահ է կոմունալի այս աշխատակիցը միակը չէ, դեռ միակ հայտնին է։ Ըստ մասնագետի ակնհայտ է բոլորը չեն սեփական ցանկությամբ մասնակցում Փաշինյանի նախաձեռնած կրոնական հավաքներին։ Շատերն ասում է չեն կարող չգնալ, կզրկվեն աշխատանքից, եկամտի աղբյուրից։ Մարդը օգնության ճիչ էր, հոգու ճիչ էր, վիրավորված արժանապատվության ճիչ էր այդ մարդու կողմից։ Ես կարծում եմ, որ ինքը շատ կարճ ժամանակ հետո կարող է եւ աշխատանքից զրկվել։ Սա էլ մի ուրիշ խնդիր ալնելու, որին իհարկե քաղաքասարակությունը այտենց համառորեն կշարունակի լռել ու չտեսնելու տա։ Հերթական պատարակներից մեկից հետո մի քաղաքացի բռնության կոչ էր արել կաթողիկոսի հանդեպ։ Գլխավոր դատախազությունում վարույթ նախաձեռնեցին։ Կարապետյանցը համոզված է այդ քաղաքացին իրականում խավության նոխազ է։ Պետք է պատժել նրանց, ովքեր ատելության խոսքով քաղաքացիներին դրդում են բռնության կոչերին։ Այս այն մարդիկ են, ում մատաղ են անելու, ցույց տալու համար, որ այնպես չի, որ բանը երկակի ստանդարտներ են։ Նորից եմ կրկնում, եթե շատ կարևոր է հասկանալ, այս մարդու գործողության հիմքում ի՞նչն է դրած եղել։ Այս մարդու գործողության հիմքում դրված է եղել Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական, հակապետական, հակակոնվենցիոն, հակաիրավական եւ քրեորեն պատժելի գործողությունները։ Հետեւաբար, եթե դուք չեք պատասխանատվության ենթարկում եւ քրեական գործեր չեք, եթե Նիկոլ Փաշինյանը միջև հիմա կալանավորված չի, ինչպես կալանավորված են տարբեր այլ մարդիկ եղել, հետեւաբար ասում եմ, այս թեման փակ է, այս մարդը ուղղակի զոհ է։ Իրավապահ մարմինները մասնակից որոշ դեպքերում հանցակից են Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական գործողություններին, ասում է իրավապաշտպանը։ Հասկանալի չէ, ասում է մասնագիտությամբ իրավաբաններն ինչու են գնում ապօրինի ճանապարհով։ Հերմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։